Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 8-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաների մասին, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե Հայաստանին վերաբերվող եւ Հայաստանի կողմից հնչեցված կարծիքներին անպայման կանադառնանք, բավական ծավալուն է դա թողենք մի փոքր հետո, որովհետեւ եւ Ադրբեջանից արձագանք եւ Թուրքիայից եւ Նիկոլ Փաշինյանի արձագանք դրանք շատ կարեւոր են, բոլորին կանադառնանք։ Ուղղակի մի հատ արագ նայենք աշխարհում ինչա կատարում ու անցնենք դրան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ Պուտինի եւ Սի Ջինպինի հետ քննարկել է միջուկային զենքից հրաժարվելու հարցը եւ հույս է հայտնել, որ նման քայլերը կարող են իրականություն դառնալ։ Ասենք, որ նման քայլերը իրականություն չեն դառնա, Դոնալդ Տրամփը թյուրիմացության մեջ է, որովհետեւ նախ միջուկային զենք արտադրող եւ միջուկային զենք ունենալու մեծ ցանկություն ունեցող պետություններ կան եւ քանի Դոնալդ Տրամփն ասում է աշխարհը բաժանվելու է ուժեղների մեջ եւ ինքը ուժեղներին բոնուս է տալիս, ոգևորում է Էրդողանին, ասում է «Ինչ լավ է, կարողացար մտնես Սիրիա կամ էլ թե չէ Ուկրաինային ասում էր խաղաքարտ չունես, չնայած հիմա մի քիչ փոխել է այդ վերաբերմունքը, բացառվում է, որ որևէ մեկը միջուկային զենքից հրաժարվի, եթե գիտի, որ աշխարհում անվտանգության ռեժիմներ չկան։ Ամերիկան եթե կորցնի իր միջուկային գերտերության դերակատարությունը թիվ 1 միջուկային գերտերության, ինքը ընդհանրապես չի կարող որևէ ձևով կառավարել որևէ մեկին։ Ես շատ զարմանում եմ, որ ինքը մի անգամ այս մասին ասել է եւ իրեն բացատրել են, որ դա իրատեսական չի։ Երկրորդ անգամ այս թեման ինչի է բացատրում։ Պայմանավորվենք հիմա, եթե ինքը Ռուսաստանը եւ Չինաստանը վերցրեցին ու վերացրեցին։ Այդ դեպքում դու ինչով ես ստիպելու, որ Իրանը չստեղծի։ Ոնց։ Իրանին ինչ հարված էլ հասցնես, մեկանակը հասցնի միջուկային զենք ունենա ու պատասխան հասնում է։ Պակիստանինը ոնց ես վերացնելու, Հյուսիսային Կորեայինը, թե բոլորին հիմա ռմբակոծելու ես վերջացնես ու միջուկային զենքը վերացնես։ Այսինքն սա մի անգամ ասվել է, էլի, աթոռին նստելուց հետո, մի քանի ամիս հետո պետք է որ ինքը լրիվ ուրիշ աճ ունենար, էլի, բայց ինչպես տեսնում ենք, մենք այս հարցում ամենակարևորը որ կարծում եմ, որ դա իրականություն կդառնա, այսինքն ոնց է դառնալու իրականություն։ Դու վերացնում ես ու դադարում ես լնել գերտերություն աշխարհի թիվ 1 պետությունը, որովհետև նույնիսկ միջուկային զենք ունեցող Ֆրանսիան քեզանից է զոր ալնում։ Ոչ չենք ասում Ֆրանսիան քո վրա գցելու ռումբը, բայց դու չես անի, չէ՞ դա։ Բա որ չես անի, ինչ ես ասում։ Առավել եւս նրանք էլ չեն անի։ Շարունակությունը Դոնալդ Տրամփն այս մասին, թե ինչու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քաղաքնաժողովը մինչ օրս չի կայացել, ասել է Ռուսաստանը չի ուզում կանգ առնել ռազմաճակատում։ Սա առաջի դեպքը չի, որ ինքը ասում է, այդ հարցում ճիշտ է ասում եւ մեղադրում է Ռուսաստանին, այդ հարցում ճիշտ է ասում եւ բայց պիտի եզրակացություն անես։ Ոչ թե մտածես արե Ռուսաստանի հետ պայմանավորվենք, էս անենք, այն անենք, այլ պարզապես մտածես ագրեսորը պետք է պատժվի։ Եթե արդեն գտնում ես, որ մեղավորը ոչ թե Ուկրաինան է, որի վրա հարձակվել են, մեղադրում էր, թե ես ինչ ես անում, ոնց ես դիմադրում Ռուսաստանին, հետո հասկացար, որ 4 տարի դիմադրում է եւ արդեն հռետորաբանությունը փոխվեց, հիմա կարծում եմ, որ պետք է իսկապես ընդունի մի հանգամանք, որ այո, Ռուսաստանին պետք է ռազմավարական պարտության մատնել։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե աշխարհը կլինի արդեն խաղաղ, նոր կարելի է մտածել, իսկ աշխարհը ոչնչացնելու զենքերը ոնց անենք, որ համամասնորեն բոլորի մոտ պակասի եւ այդ վտանգը մոլորակի վրայից վերանա, որովհետեւ կան արկածախնդիրներ, որոնք բավարար չափով հնարավորություն ունեն ունենալ միջուկային զենք, բայց ուշադիր, դուք արկածախնդիր եք համարում Հյուսիսային Կորեային, արկածախնդիր եք համարում Իրանին, որ ասում եք ֆունդամենտալ կրոնական պետությունն է, բավոր զենք ունենա, հոգևոր առաջնորդին լսի ու վերցնի ու այդ զենքը օգտագործի, մենք դրա դեմը ոնց ենք առնելու։ Իսկ ինչա, որ Ռուսաստանը կրոնապետություն չի, պուտինապետություն է։ Ռուսաստանը չի հոխորտում, ասում ես կդնեմ մոլորակը կվերացնեմ։ Դրա համար պետք է ընդհանրապես իսլամիստ ահաբեկիչ լինել, թե իսլամիստ ֆանատիկ։ Պետք է Պուտինը լինել ու վերջ։
Այսինքն եթե հնարավոր է Ռուսաստանում լինել Պուտին, որը կանգնի ասի կարա մոլորակը վերացնեմ, եթե իմ ուզածը չտակ, ուրեմն պետք չի ուրիշներից նեղանալ։ Առաջի մեղավորը դու գիտես, ուտեղ արդեն իմաստ չունի մտածել, այլ թող սա ունենա, սա թող չունենա։ Ռուսաստանին տարեք պարտության, վերջ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթն ինչ է ասում։ Աջող վտանգի պահ է, թշնամիները կուտակում են սպառնալիքները, մեծանում են սպառնալիքները մեծանում են, դուք զգում եք դա, ես զգում եմ, եթե Միացյալ Նահանգները ցանկանում է խուսափել պատերազմից, եւ դա հենց այն է, ինչ մենք ուզում ենք, պետք է սկսել պատրաստվել հիմա պատերազմի, եթե խաղաղություն ես ուզում։ Փիթ Հեքսեթին հիշեցնենք, որ ավելի քան 2000 տարի առաջ Կորնելիոս Նեպոդը ասել էր ոսկեղենիկ հայերենով. «Si vis pacem parabellum», ուզում ես խաղաղություն, պատրաստվի պատերազմի։ Կարծում եմ, որ Ամերիկան բոլորից լավ պետք է իմանար դա, բայց եթե նոր են իրանք որոշել, որ պատրաստվեն պատերազմի, էլի ոչինչ, որովհետև մինչև այդ ուրիշ հռետորաբանությամբ էին խոսում, մենք քաշվենք Ամերիկայի խնդիրները լուծենք, էս անենք, այն անենք։ Բայց ես շարունակությունը նայենք, ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը ինչ է ասում, ԱՄՆ բանակը մտադիր է ձեռք բերել առնվազն 1 միլիոն անօդաչու թռչող սարքեր, ԱԹՍ-ներ, առաջիկա 2-3 տարիների ընթացքում մարտադաշտում անօդաչու թռչող սարքերի լայնածավալ օգտագործման համար։ Սա կարևոր խնդիր է, բայց այն լիովին իրագործելի։ Զինված ուժերը ներկայումս կարողանում են տարեկան ձեռք բերել մոտ 50,000 ԱԹՍ, սակայն նոր նպատակները նախատեսում են ապագայում տարեկան կես միլիոնից մինչև 1 միլիոն անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում։ Ուշադրություն դարձնենք, որ ուկրաինական պատերազմը փոխեց ժամանակակից պատերազմի բնույթը, եւ մարդիկ հասկացան, որ ԱԹՍ-ն, որը շատ ավելի էժան է եւ կարողանում է շատ ավելի արդյունավետ գործունեություն ծավալել, եւ այդ ԱԹՍ-ն վերացնող հակաօդային պաշտպանության սարքավորումները շատ ավելի թանկ են եւ ոչ բոլոր դեպքերում արդյունավետ, Ամերիկայի Միացյալ Նահանգները վերանայում է իր ռազմավարությունը եւ ոչ միայն Ամերիկան, եվրոպական երկրները։ Եւ սա խոսում է նրա մասին, որ ուկրաինական պատերազմը շատ լուրջ դասեր տվեց շատ-շատերին եւ ընդհանրապես փոխեց այդ մոտեցումները։ Բացի այն, որ հիմա Ուկրաինան ինքը տեղական արտադրություն ադրում դեղ օգտագործում են նաեւ եվրոպական տարբեր երկրների տեխնոլոգիաներ, բայց իրանք այնքան են առաջ գնացել, որ իրանց սարքավորումներով, այդ տեխնոլոգիաներով արդեն իրանք են իրանց փորձը հաղորդում մյուսներին եւ պատրաստ են նաեւ ուրիշներին օգնել արտադրած ԱԹՍ-ներով։ Եվ պատահական չի, որ դա մենակ ԱԹՍ-ներին չի վերաբերվում։ Ինչա Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայմարսը, Ատակամսը, Նասամսը, ինչա դրանք չուներ Ամերիկան։ Լա մի հատ նայեք, դա Ամերիկայի եպվա ստեղծված հրթիռներ են կամ համակարգեր են Նասամսի պարագայում։ Ինչա դա չեն օգտագործել Իրաքում, չեն օգտագործել Աֆղանստանում։ Ով էր էսը պարզարեց այդ զենքերի։ Ուկրաինան, որը արդյունավետ ձևով օգտագործեց, որը ցույց տվեց Ամերիկայի զենքի առավելությունները։ Եվ հիմա երբ որ Միացյալ Նահանգները ինքը անցնում է ԱԹՍ-ների, իրան այդքան պետք է։ Բերեք համարենք, որ այդպես չի, որ ինքը անհանգիստ է, որ իրանք խփեն եւ ինքը ԱԹՍ-ներով կպաշտպանվի, որովհետեւ հարց է ծագում, ԱԹՍ-ներով ումից է պաշտպանվելու։ Խաղաղ օվկիանոսում ու Ատլանտյան օվկիանոսից քովրաով է հարձակվելու, որ ԱԹՍ-ով խփես։ Կանադայի, Մեքսիկայի վրա հազիվ թե որևէ մեկը մտածի, որ նրանք քովրա պետք է հարձակվեն, դու էլ պետք է պատասխանես։ Արդյունքում այդ տեխնիկան, տեխնոլոգիան կատարելագործելու ես, արդյունքում դավաճառելու ես ուրիշներին։ Արա, շատ լավ, ով է դեմ որ։ Շատ ուրախ ենք։ Կատարելագործի քո զենքերը, զենքի արտադրությունը վերցրու քո վրա, Ռուսաստանին հանի շուկայից։ Բայց այդ պետք է անել, բայց այդ մասին չէինք խոսում։ Բա դրել էիք ասում եք ամերիկյան զենքը թանկա ու անարդյունավետ։ Այն բիզնեսմեն տղեն են Իլոն Մասկը ասում է, ինչի պետք է ամերիկյան պարտվողական զենք առնեն։ Դու էլ բիզնեսմեն ես, ապրանք ես վաճառում ու քո ապրանքին անուն դնում։ Բա հասկացան, չէ՞ որ դա ինչ սխալ մոտեցում էր։ Հոնոր չենք այդ մասին խոսում։
Հիմա բարեբախտաբար վերանայում են իրենց մոտեցումը։ Իսկ հիմա նայենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե, երբ Ռուսաստանը օգտագործում է վտանգավոր եւ անպատասխանատու միջուկային հռետորաբանություն, մեր ժողովուրդը պետք է իմանա, որ խոճապի որևէ պատճառ չկա, քանի որ ՆԱՏՕ-ն ունի հզոր միջուկային զսպման ներուժ։ Դա ապացուցում է այս ամսվա սկզբին անցկացված ՆԱՏՕ-ի ամենամյա միջուկային զորավարժությունների հաջողությունները եւ Պուտինը պետք է իմանա, որ միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ եւ այն չպետք է վարվի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ինչպես տեսնում եք, լի են վճռականությամբ Ռուսաստանին տեղը դնելու համար։ Այնպես որ մենք այս ամեն ինչը պետք է հաշվի առնենք, սա է Ռուսաստանն է, որ առավոտից իրիկու Հայաստանի քաղաքական դաշտում Ռուսաստանի շահերն են սպասարկում։ Սա է Ռուսաստանն է, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը 2 օր առաջ ասում էր, որ լավ է Ամերիկայում գնացինք պայմանավորվեցինք, որը հնարավորություն տվեց Ռուսաստանի հետ հարաբերությունը ավելի սերտացնել։ Ժողովուրդ ջան, դուք չեք նայում աշխարհում ինչա կատարվում։ Ու գնալով այդ իրավիճակը փոխվելու է, գնալով այդ իրավիճակը լարվելու է։ Վատակից ո՞նց եք դուրս գալու։ Այդ սերտ համագործակցության պարագայում։ Իսկ մի բան էլ հետաքրքիր էր, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն ինչա ասել։ Ելույթի ժամանակ Թրամփը ջախջախիչ հարված է հասցրել ոչ միայն ժողովրդական ժողովին, այլև սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, մեր ժողովրդավարության բուն հիմքերին։ Ելույթի ժամանակ Բայդենը երբեմն ուղղակիորեն դիմում էր Թրամփին։ Անկեղծ ասած, դուք ձեզ այնպես եք պահում, որ ամոթահար եք անում մեզ որպես ազգ։ ԱՄՆ նախկին նախագահը նաև քննադատել է Թրամփին այն բանի համար, որ նա իր հարուստ դաշնակիցների շահերը դասում է ամերիկյան ժողովրդի շահերից վեր։ Դուք եք աշխատում մեր համար, պարոն նախագահ, մենք չենք աշխատում ձեզ համար, դուք աշխատում եք մեր համար, այլ ոչ միայն միլիարդատերերի եւ միլիոնատերերի համար, ասել է Բայդենը հավելելով. Ես զայրացած եմ։ Իհարկե խնդիրը նա է, որ այսպես զայրացած Ջո Բայդենը խոսում է այն բանից հետո, երբ որ դեմոկրատները հաղթանակ տարան Նյու Յորքում, բայց ասենք, որ մենակ Նյու Յորքում չի, որ հաղթանակ են տարել, տարբեր տեղական ընտրություններում հաղթել են։ Դեմոկրատները հատկապես մենք Նյու Յորքին չի համարենք նշում, որովհետև Նյու Յորքի կշիռը համեմատելի չի մյուսների հետ։ Եվ այս պարագայում դեմոկրատները, որ բավական լուրջ ձևով ձայն էին կորցրել, եւ անգամ Տրամփից նեղացողները դեռ չէին փորձում վերականգնել դեմոկրատներին, այսինքն նեղացել ենք Տրամփին, էլի վերադառնում ենք դեմոկրատների մոտ, դեռ այդքան այդպես չէր, որ դեմոկրատները շատ լուրջ անելիք ունեին, որտեղ հասկանալու համար ի վերջո ժողովուրդը ինչից էր դժգոհ, որ գնաց Տրամփին ընտրեց։ Իրանք վերանայել են այդ մոտեցումները, պատրաստ են նորովի հանդես գան, պատրաստ են այդ ծայրահեղ լիբերալիզմից հրաժարվել միայն մի բանի համար, որ ժողովուրդը հասկանա, որ դուք դաս քաղեցիք այդ ընտրության արդյունքներից։ Իդեպ դա շատ օգտակար կլինի Միացյալ Նահանգների ու աշխարհի համար, որտեղ շատ բաներ մարդիկ օբյեկտիվորեն անընդունելի են համարել դեմոկրատների մոտ։ Այնպես որ եթե իրանք դա վերանայեն, միայն օգուտ կբերի եւ Ամերիկային եւ աշխարհին։ Բայց հիմա արդեն Ջո Բայդենը, որ հարցը հասել է նրան, որ արդեն Բայդենը պատասխանում է Տրամփին։ Վերջերս միշտ Տրամփն էր Բայդենին անուն դնում, խոսում, նկարը հանում պատից եւ այլև։ Հիմա արդեն այդ ընտրությունները իր լեզուն էլ բացեց, որ հիմա արդեն բացատրում է, որ ես ինչ ես անում, քեզ թակավորի տեղ էիր դրել ես անում, ես անում, ժողովրդավարության հարված ես ասում, այսինքն ինքը անգամ դրանով ցանկանում է դեմոկրատների նկատմամբ վերաբերմունքը փոխել, որ հասկացեք, ժողովրդյան բան է փոխվում եւ դրա սկիզբը դրվեց տեղական ընտրություններով։ Իսկ եկող տարի երկու ընտրություններ կա կոնգրեսի, որը 2 տարին մեկ է, գիտեք, եւ սենատի, որը 6 տարին մեկ է, որը 2 տարին մեկ լինում է 1/3-ով ռոտացիա։ Այսինքն բավական լուրջ ձևով հասկանում են, որ եթե 2026 թվականին կոնգրեսում մեծամասնություն ունենան դեմոկրատները, սենատում մեծամասնություն ունենան դեմոկրատները, Դոնալդ Տրամփը շատ լուրջ խնդիրներ կունենա։ Առավել ևս, որ իր վերջի ժամկետի վերջի 2 տարին դուք պատկերացնում եք, թե իրավիճակը ինչ կլինի, ինչ է ինքը հասցնելու անի։ Շատ լուրջ ծանրակշիռ քայլեր պետք է հիմա անի, որ դրանից խուսափի, բայց մի ձև կա։ Ներպետական հարցերում էլ չի հասցնի իրավիճակը փոխել, որովհետև խոստումները, որը որ տվեց հարկերի հետ կապված եւ այլ շատ հարցերի շատ չխորանամ, այդ խոստումները բոլորը հասկացան, որ դա տեղի չունեցավ։ Այսինքն հնարավոր չի մի քանի ամսվա ընթացքում
ընթացքում այնպիսի շոշափելի քայլ կատարել, որ ժողովուրդը իր մաշկի վրա զգա, որ Տրամպը իր խոստումները կատարել չի լինելու։ Մի ձև կա, որ գոնե Ամերիկային մոբիլիզացնես, ցույց տաս, որ վերականգնես Ամերիկայի երբեմնի ուժը, որ ցույց տաս, որ աշխարհում դու այնպիսի դերակատարություն ես ստանձնում, որի պարագայում Ամերիկայի քաղաքացին, Ամերիկայի ընտրողը քեզ կների, որ դու բաներ խոստացած չարեցիր։ Իսկ դա մի դեպք կա, եթե Ռուսաստանին պարտության տանես, նոր աշխարհակարգի հետ կապված այնպիսի դերակատարություն ստանձնես, այն լիդերությունը ստանձնես, որի պարագայում ժողովուրդը, որը որ դժգոհ է ներպետական խնդիրներից, արտաքին քաղաքական շոշափելի ազդեցության պարագայում ասի, բայց սպասի, եթե այս քայլերը լուծի, Ամերիկայի տնտեսությանը շատ լուրջ հաջողություն կբերի։ Այդ բոլոր ծրագրերը, այդ ամեն ինչը, որը որ կանի Ռուսաստանին հաղթելուց հետո, Ամերիկան լուրջ ներդրումներ կանի, Ուկրաինայի հետ կապված քայլեր կանի, տնտեսությունը իր մոտ կզարգանա, շատ բաներ կարելի բոլորը չթվարկեմ, այսինքն շատ պետք է ազդեցիկ քայլ անի արտաքին քաղաքական, որտեղ ներպետական այտենց ազդեցիկ քայլ չկա, որ անի ինքը վերականգնի իր հեղինակությունը։ Այդ ակնհայտ է, որտեղ այդ պահը բացաթողնված։ Այդ պահի ոգևորության վրա ընտրության գնացին, մասկի արածներն էլ տեսան, ավանտյուրան էլ տեսան։ Մարդը երկրորդ անգամ նույն բանի վրա չի խաբվում։ Իսկ հիմա նայենք մեր հետ կապված ինչ են քննարկում Ադրբեջանում 44-օրյա պատերազմի առիթով Թուրքիան, Ադրբեջան ինչ են խոսում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Ղարաբաղի ազատագրումը հպարտության աղբյուր է թուրքական աշխարհի համար։ Ղարաբաղում հաղթանակը ոսկե տառերով է գրված թուրքական աշխարհի պատմության մեջ, մեր ընդհանուր պատմության մեջ։ Թող Աստված Ադրբեջանի եւ թուրքական աշխարհին պարգևի դեռ շատ հաղթանակներ, ասել է Էրդողանը։ Ժորժան, այս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ոնց որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում հարաբերությունները կարգավորել։ Այս են Թուրքիան, որն ասում է նոր հաղթանակներ խնդրում ասուց, որ իրանք ունենան։ Այդ նոր հաղթանակը ռազմականի մասին չէ խոսքը։ Այսինքն այս մարդիկ հերիք չի նորմալ են համարում այդ ռազմական հաղթանակը, հարցը պատերազմով լուծելու։ Մի բան էլ գլուխները գովում են, որ քանի որ այդ հաջողությունն ունենալու են, նոր հաղթանակներ են Աստծո կողմից մեկը մեկին մաղթում։ Մենք իրանց հետ ենք գնում խաղաղության։ Ում ենք խաբում, ժողովուրդ ջան։ Մենք չենք խաբվում։ Մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյան, այդ քո ասած խաղաղությունը հեքիաթ է, օդ է, եւ բացատրում ենք ինչի է դա այդպես, բայց այնպես է, որ այդ նույն բանը պարզաբանում են նաեւ մյուսները, եթե դա այդպես չի, նրանք ստախոս են, իսկ մենք հակված ենք հավատալ, որ Ալիևը ստախոս է, բացարձակ կասկած չկա։ Դե հակադարձի բացատրի, որ սուտ է ասում։ Հիմա այդ դրան էլ կանրադառնանք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթանակի շքերթի ժամանակ իր ելույթում հեգնանքով նշել է, որ հայերը մի ժամանակ պնդում էին, որ Բաքվում թեյ են խմելու, իրականում իրենց երազանքն իսկապես իրականացել է, նրանց տանկերը ցուցադրվում են ռազմավարի այգում, իսկ իրենք գտնվում են Բաքվի մեկուսարանում, ընդեղ են թեյ խմում, էլի։ Այս հեգնանքի պատասխանով է տալու։ Բա ոնց եղավ, որ տենց եղավ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը սրանից հետո բացատրում է 44-օրյա պատերազմի հետ, այսինքն այս հեգնանքի, այս բացատրությունների, այս ամեն ինչի պատասխանը Նիկոլ Փաշինյանի ասած ինքնախոստովանական ցուցմունքն է, որը ուղղակի ինքը խոստովանում է կատարած հանցագործության մասին, դրան է կհասնենք։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյուն Բայրամով։ Հիմա մի հատ նայենք, Նիկոլ Փաշինյան, դու սրան պետք է պատասխանես։ Եթե ճիշտ են ասում, սա խայտարակություն է։ Եթե ճիշտ չեն ասում ու չես արձագանքում, նույնպես խայտարակություն է։ Եթե արձագանքում ես ու տեսնում ենք, թե ինչպիսի տարաձայնություններ կան, բա ում անունից ես մեզ խաղաղություն խոստացել։ 44-օրյա Բայրամովն ինչ է ասում, պատերազմի սկսվելուց հետո քաղաքական դիվանագիտական ճնշումներ սկսեցին գործադրվել Ադրբեջանի վրա եւ ռազմական հաջողությունների հասնելուն պես այդ ճնշումները երկրաչափական պրոգրեսիայով ավելացան եւ նույնիսկ վերածվեցին սպառնալիքների։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս զանգահարել է, սպառնացել է Ադրբեջանին։ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ պետք է անհապաղ կանգ առնեք։ Եթե դա տեղի չունենա, Ֆրանսիան կճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Եվ անմիջապես պատասխան ստացավ Ադրբեջանի նախագահից, որը ընդգծել է, որ ֆրանսիական կողմը կարող է դա անել,
բայց մեզ համար դա ոչինչ չի փոխի, եւ որ նրանք կարող են վստահ լինել, որ Ադրբեջանն անմիջապես կխզի Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները, ասել է Բայրամովը։ Բայրամովը հիմա խոստովանում է մի բան, որ այնպես չի, որ մենք չգիտեինք, որ Մակրոնը իրան ճղում էր, որպեսզի պատերազմը կանգնացնի, անգամ սպառնալը եւ այլ եւ այլ։ Բայց հայկական կողմի դիրքորոշումը այնպեսին եղավ, որ դրանից հետո Մակրոնը ուղղակի անզոր էր, որովհետեւ Ալիևը կանգնեց ասեց Ֆրանսիայից ավելի հայ են իրանց պահում, քան Հայաստանի իշխանությունները։ Իսկ ինչի այդ իրավունքը ուներ Ալիևը ասեր, որ Ֆրանսիայի իշխանությունները ավելի հայկական դիրքորոշում ունեն, քան Հայաստանի։ Ով էր դրան այդ առիթը տվել։ Կարող է պատահաբար Նիկոլ Փաշինյանը։ Հիմա հասկանանք։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյուն Բայրամով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին շփումը իշխանության գալուց հետո տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում։ Այդ ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի եւ որ ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն։ Նիկոլ Փաշինյանի այդ ժամանակվա դիրքորոշումը բավականին կառուցողական էր։ Նա ասել է. «Ես նոր եմ իշխանության եկել եւ կձեռնարկեմ մանրաժեշտ քայլերը հակամարտությունը լուծելու համար»։ Փաշինյանը խնդրել էր դադարեցնել սահմանին կրակոցները հակամարտությունը լուծելու համար։ Գտնվելով Դուշանբեում Ալիևը պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ապահովել լիակատար խաղաղություն եւ կայունություն բոլոր ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու երկրների միջև ուղիղ կապի գիծ կազմակերպելու վերաբերյալ եւ այդ գիծը ստեղծվել է որպեսզի լարվածության դեպքում կողմերը կարողանան անհապաղ քայլեր ձեռնարկել կայունության ապահովման համար, ասել է Բայրամովը։ Չմոռանանք Դուշանբեն, դա այն վերելակային դիվանագիտության մասին էին խոսում, որ պայմանավորվել են, որ Ալիևը չկրակի։ Իհարկե դա հարցային չի, որ դա վերելակում պայմանավորվեին, դա ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ուներ, որտեղ հաշվելով վերելակի արագությունը թե ինչպես մի հարկից մի հարկ կհասներ, հազիվ թե նրանք հասցնեին այդ ամբողջ ծավալին խոսակցություն ունենալ, բայց մարդիկ ընենց էին պատմում վերելակային դիվանագիտության մասին, կարծես ժամերով խոսել են։ Երևի այդ վերելակով լուսին էին թռնում։ Բայց հարցը դա չի, թե վերելակում են խոսել, թե դահլիճում։ Հարցը նա է, որ դրանից հետո իսկապես կրակոցները դադարեցին։ Եվ հարցը նա է, որ որոշ ժամանակ հետո Ալիևը կանգնեց, ասեց Փաշինյանը իր խոստումը չկատարեց, եւ սկսեցին ավելի ինտենսիվ կրակել։ Այդ ամեն ինչը մենք գիտեինք։ Հիմա Բայրամովը բացահայտում է։ Փաշինյանը դե քեզ ճղի մի հատ, կանգնի ասա, այդպես բան չեմ խնդրել Ալիևին։ Էսի շարեր եք անում ին վրա։ Մի հատ իմանանք, բա ուզում ենք իմանանք ինչա կատարվել։ Եվ ինչ է ասում, երբ որ արդեն Ալիևն ասեց խոստումը չկատարեցիր, սկսեցին կրակել։ Հրապարակային ասեց դու խոստացել ես։ Բանը Փաշինյանը ձայն չանեց, որ ինքը չի խոստացել։ Հիմա թող ասի տենց բան չի եղել, սուտ է ասում։ 2019 թվականի մարտի 29-ին Վեննայում արդեն հայտնի ԵԱԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի է ունենում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հերթական հանդիպումը։ Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ ամբողջովին փոխում է իր դիրքորոշումը, բացահայտ հայտարարում, որ ինքը չի կարող լուծել Ղարաբաղյան հակամարտությունը եւ որ չի լուծելու այն։ Ընդ որում Փաշինյանը շատ հետաքրքիր փաստարկ է բերում. եթե ես դա անեմ, ինձ կսպանեն, եւ նույնիսկ հռետորական հարց է տալիս Ալիևին. դու ուզում ես ինձ սպանեն։ Ալիևը նրան պատասխանում է. ես ընդհանուր առմամբ ոչ մեկի մահը չեմ ուզում, սակայն դա ոչ մի կերպ չի կարող արդարացում լինել ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիայի համար։ Հիմա եթե Փաշինյանը նման բան չի ասել, շառ են անում, չի ուզում մի հատ բացահայտի։ Իլուր աշխարհի Ադրբեջանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևին ասել է, որ խնդիրը սա է։ Մի կրակի ես հարցը կլուծեմ, հետո ասել է, եթե լուծեմ, ինձ կսպանեն։ Այսինքն հետո դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ եթե պատերազմ չաներ, իրան չէին թողի ինքը դա հանձներ։ Այսինքն ակնհայտ համընկնում է այն ինչ որ Ադրբեջանից ասում են, եթե սուտ են ասում, մենք հակված ենք հավատել Հայաստանի պաշտոնական կարծիքին։ Դե ասեք սուտ են ասում, տես բան չեմ ասել, որովհետև հիմա Նիկոլ Փաշինյանը նենց հայտարարություն է անում, որը նա բերում է տեղնակցում, այսինքն պետք չի մենք անպայման Ադրբեջանից լսեինք, որ իմանայինք, որ դա այդպես է։ Ադրբեջանից պիտի Փաշինյանը լսի, մենք բացատրում ենք, թե ինչ է կատարում։ Պատասխանողը դու ես, պատասխանողը մենք չենք, ես պաշտոնյա չեմ։ Մենք բացատրում ենք, թե ինչ պետք է տեղի ունենա։ Իսկ ինչ է տեղի ունենում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում։ Ինչ էր պետք 44 օրյա պատերազմը կանխելու համար։
Դրա համար հարկավոր էր մի բան, որպեսզի մենք Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը։ Իսկ դա գործնականում անհնար էր։ Ինչու, որովհետև 1990-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը եւ Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունը իրարից հեռացել էին եւ ճեղք էր առաջացել այդ պատկերացումների միջեւ։ Եվ այդ պատկերացումները համապատասխանեցնելը, եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականորեն անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի։ Ուրիշ որևէ տարբերակ չկար։ Եվ մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին։ 18-19 պատերազմից առաջ։ Ուրեմն այո, դա իմ սխալն է, որ չեմ արել, ասել է Փաշինյանը։ Հիմա պատկերացրեցիք, ինչ եմ կարդում, ինչա ինքը ասում։ Այն էլ տպագիր ես կարդացի, բայց ինքը իր ելույթով աննշե, չէ, ուղղակի իր խոսքով, ձայնագրությամբ, տեսա, ինչ էր պետք անել 44 օրյա պատերազմը կանխելու համար, այսինքն եթե դու ընդունում էիր 18-19 թվականին, որ պետք է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, պատերազմ չէր լինի, բայց մտածում էիր, որ քեզ կարող է սպանեն, դրա համար պետք էր 4000 երեխայի գլուխ ուտել, պարտվել, որից հետո մեղքը գցել ուրիշների վրա, հիմա էլ կանգնել ասել մեր զենքը լավն էր, մենք լավն ենք առնում, դուք վատն եք առել, հարցը նա չի, այդ նախկինների հետ կապված էլ կասենք, բայց ինչ իմաստ ունի խոսել պատերազմում լավ կամ վատ զենքի մասին, եթե դու հայտարարում ես, որ մենք գիտեինք, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, ու մենք դա պետք է հանձնեինք, իմ սխալն է, որ դա չեմ հանձնել, պատերազմել ինչ իմաստ ունի, մտածել մենք ինչ զենք ունեինք, եթե մենք պատերազմում այսպես թե այնպես պետք է պարտվեինք, որպեսզի Արցախը հանձնվեր, որովհետև Արցախի հետ կապված միջազգային հանրության կարծիքն այնպիսին էր, որ դա պետք է հանձնվեր, ոնց որ Փաշինյանն է ասում, բա ինչ կապ ունի զենքը, ով էր զենքն առել, ինչ էր առել, կամ մեղադրել, որ մեր զենքը անորակ էր, կարող է նախկիններն են առել։ Դու ասում ես այդ պատերազմը մենք պետք է պարտվեինք, պատերազմը մեր պետք էր, որ ինձ չսպանեին, եթե ես խաղաղ պայմաններում հանձնեի Արցախը, ինձ կսպանեին, դրա համար պետք է տանեինք այդ երեխաներին սպանեինք, պարտվեինք, շանտաժ անեինք, ասենք 30,000-ը գնալու են ընկնեն բանի գերի են ընկնելու շրջափակման մեջ, եթե չեք ուզում այդ 30,000-ը մեռնեն, գումարվեն են 4,000-ին, ուրեմն բերեք հանձնենք, բա մոռացել եք, բայց 10,000 մարդու համարում եք դասալիկ, ասում եք որովհետև ինքրանք չէին ուզում կռվեին, այսինքն չէին ուզում մեռնեին, երբ որ դու պետք է հանձնեիր։ Հիմա այս խոստովանությունն ինչ է նշանակում, մարդը պարզ ասում է, ես կարող էի պատերազմը կանխել, չեմ արել, եւ հետո ասում է, բա մենք կանգնեինք, ասեինք Արցախը Ադրբեջանի կազմում, բա մենք դա ոնց ասեինք, ասեիր ուղիղ այնպես, ինչպես երբ որ ասում ես միջազգային հանրությունն ասում է Արցախը Ադրբեջանի կազմում է, 96 թվականի դեկտեմբերի 3-ն է հիմնականում ինքը բերում Լիսաբոնի գագաթնաժողով, բայց Լիսաբոնի գագաթնաժողովում Հայաստանը վետո դրեց եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ եւ ասաց, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, կասիմիլացվի, այս կլինի, այն կլինի դատարկվի, բացատրում էր դա հնարավոր չի, նույնիսկ լայն ինքնավարության դեպքում, բայց դրանից հետո 97 թվականի նոյեմբերի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը նույն ինքը հերքեց ինքը իր ասածը եւ կանգնեց պատերազմ թե խաղաղություն լրջանալու պահ իր հոդվածը գրեց 97-ի նոյեմբերի 1-ին, տեսեք, դեկտեմբերի 3-ից հաշված, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, բայց այդքանը գիտեիր 96 թվին համաձայնվեիր, բայց հիմա հարց է ծագում, Նիկոլ Փաշինյան, բա ասես Արցախը ոնց ճանաչեինք Ադրբեջանի կազմում, Լևոն Տեր-Պետրոսյանը ճանաչել էր, Լևոն Տեր-Պետրոսյանը ճանաչել էր, նրան հանեցին Ղարաբաղից եկած խոբանջիները, բայց արդյունքում իրանք Ղարաբաղի հարցը չլուծեցին, բա դու եկել էիր իշխանության, ասեի դուք վատ եք արել, եթե տենց է, Արցախը Ադրբեջանի կազմում մնալու հետ կապված Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, դուք իրան տապալեցիք, ոչ մի բան էլ չարեցիք, գնացիք սխալ ուղղությամբ, ժամանակ տվեցիք, որ Ադրբեջանը զինվի, ժամանակ տվեցիք կես լնի, բանակցային սեղանին զիջեցիք,
խաղաղ պայմաններում զիջում էիք, երբ որ պատերազմ հաղթել էիք, ասեիր, եթե գտնում էիր անխուսափելի է, կանգնեիր պաշտպանեիր այդ տեսակետը, այդ տեսակետը նորություն չէր։ Եթե դրա գինը պատերազմում չպարտվելն էր, հայ ոգին կոտրելը, 4000 երեխայի գլուխը ուտելը, չես հասկանում, այս խոստովանությունից հետո եթե գտնվում է մարդ, որը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, Ժողովուրդ ջան, այդ արունը վերցնում է իր ձեռքերի վրա։ Պետք չի ինձ բացատրել, որ Նիկոլ Փաշինյանը ուրիշ լավ բան չի արել։ Այսօր էլ մեկը ինձ ասում էր, բա հեչ լավ բան չի արել, ասի եթե հիմա մեկը մտնի ձեր տուն, երեխայի գնդակը հարի, հետո հանի մի հատ ծաղիկ տա կնոջդ, մի հատ էլ կոնֆետ քես, դու կգովես Նիկոլ Փաշինյանին, ասում է չէ, բա այդ ուրիշինը հավիճ ուտեր։ Դրա համար ինձ թվում է ավելի պարզ բան, այն ինչ որ խոստովանեց հիմա Նիկոլ Փաշինյանը, սա առաջի դեպքը չէ, ազգային ժողովի ամբյոնից էլ է ասել։ Այն ինչ որ ինքը խոստովանեց, հազիվ թե որևէ մեկը կարողանար իրան այդ հարցում մեղադրել։ Այնպես որ իսկ ինչ վերաբերում է սահմանազատման արդյունքում Փաշինյանն ինչ է ասում, մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները, սա էլ հեքիաթի ժանրից է ինչու, որովհետեւ առանց սահմանազատման, սահմանագծման հետ կապված հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու արդեն ինքը այն 4 գյուղը հանձնեց Ադրբեջանին, գնաց նաեւ այդ գյուղերում հանդիպեց, չնայած 4-ն էլ մեր վերահսկողություն չունեինք, ուղղակի անունով էր, որ 4-ն էլ մեր վերահսկողության տակ էր, ասեց եթե հանկարծ չհամաձայնվեք, Ադրբեջանը կմտնի ավելի շատ կվերցնի։ Գնաց գյուղացիներին վախացրեց, շանտաժ արեց, որպեսզի դա հանձնի։ Հանձնելուց հետո կանոնակարգը հաստատվեց եւ որոշվեց, որ պետք է հյուսիսից Վրաստանի սահմանից այսինքն գանք իջնենք հարավ։ Ինչ տեղի ունեցավ, այսքան ժամանակ անցել է, սկսել են աշխատանքը, չեն սկսել։ Հետո մեկ էլ ասի, Ժորժ ջան, իմացել եք ինչ ա եղել։ Թրամփի ուղին որ սարքենք, մենք պետք է սկսենք սահմանազատում, սահմանագծում անենք այն վայրերից, որտեղից անցնելու է կոմունիկացիաները։ Լավ, այդ վայրերից անում ես, որտեղից անցնի կոմունիկացիաները, որը ծագել է զուտ այդ պրոյեկտի հետ կապված։ Բա դա ինչ է խանգարում, որ ձեր որոշումը կյանքի կոչեք, հյուսիսից սկսեք սահմանազատում, սահմանագծում անելը։ Դա ինչու չեք մինչև հիմա անում։ Որովհետև կարող է հանկարծ հանգեք նրան, որ հայկական հողերը տալու հարց առաջանա, թե ինչ լինի։ Եվ հետո Արցվաշենի հետ կապված, երբ որ ասում սահմանազատումն ու սահմանագծումը այս տեմպով որ գնա, կարող է 30 տարի տևի։ 30 տարի Նիկոլ Փաշինյանը վարչապետ ալնելու, Արցվաշենը վերադարձնի, հա։ Դե այդ Արցվաշենի կողմով արի Արցվաշենը վերադարձելու։ Բան չի չես անում։ Գիտես որ չես անելու։ Իսկ ինչ վերաբերում է ռուսական օրենտացիա ունեցող ուժերի հարցազրույցներին տարբեր բաներ, չեմ էլ ուզում անդրադառնալ, անկեղծ ասեմ, ես չեմ էլ նայել, ոչ է Սերժ Սարգսյանի հարցազրույցն եմ նայել։ Կարող է նայի ձեզ չասեի, ձեզ խնայի, բայց չեմ էլ նայել, այդքան ափսոսել եմ իմ ժամանակը, որտեղ ես չեմ պատկերացնում ինչի ստի խոսան, որ մեզ հետաքրքրի։ Ասում Քոչյանն էլ բանը հարցազրույց տվել, ինչ որ բան արել, դա էլ ալնելու։ Ի վերջո արդյունքում իրանք մեղադրում են Փաշինյանին, Փաշինյանը մեղադրում է իրանց։ Բացատրում որ դուք եք մեղավոր։ Մենք էլ ասում ենք, Ժողովուրդ ջան, երկուստը մեղավոր եք, ամեն մեկը ձեր մեղքի բաժինն ունեք։ Մենք այսինքն իրանց օրակարգի մեջ մտնելու իմաստը ո՞րն է։ Այսօր Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հաջորդ խնդիրները, որ մեր գլխին գալիս է, արդեն Նիկոլ Փաշինյանից ենք պահանջում, որտեղ նա է այսօր իշխանություն։ Նրանք ինչ որ արել են, դրա մասին բարբերաբար խոսել ենք, անգամ անիմաստ եմ համարում, այդքան դնել նայել, այս հիստերիան էլ որ առաջացել է, քննարկում են։ Այսինքն եթե հանկարծ հիմա Սերժ Սարգսյանը հիմնավոր ձևով բացատրի, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է, դրանից պարզվեց, որ ինքը ճիշտ է։ Իմաստը ո՞րն է։ Եթե կզգանք, որ դրա կարիքը կա, եթե իրոք ինձ կդիմեն կասեն անպայման անդրադարձեք, ես անպայման դրան կանդրադառնամ, որևէ խնդիր չեմ տեսնում։ Պարզապես հիմա իմաստը չեմ հասկանում։ Մանավանդ այնքան բաներ կա քննարկելու, որ չմտնենք իրանց օրակարգ։ Իդեպ մի բան էլ ասեմ, որ առաջիկայում էլի տարբեր ձևաչափերով հանդիպումներ ալինելու, այսօր էլ մի հատ հանդիպման մասնակցել եմ, հրապարակվա դրա հետ կապված արդյունքների մասին, ասեմ, որ դրանք նախընտրական հանդիպումներ չեն, նախընտրական հավաքներ չեն, մտահոգ մարդիկ են, հրավիրվում է երկրի հետ կապված խնդիրներ են քննարկում, կարող ալնեն գաղափարական տարբեր հոսանքների ներկայացուցիչներ, որևէ ֆորմատ նախընտրական դրանով չի պայմանավորված։ Չեմ ասի, որ
նախընտրական հանդիպումներ ես չեմ ունենում, բայց դրանք առայժմ փակ ռեժիմով են։ Այսինքն եթե ինչ-որ մի բան այս պահին հրապարակվում է, որտեղ ես ներկա եմ, դա դեռ նախընտրական չի։ Նախընտրականի հետ կապված հանդիպումները այդ մակարդակի չի եկել պայմանավորվածությունները, որը կարելի է հրապարակել, ասել ես ինչ ուժերի հետ եկանք համաձայնության, հիմա այս ինչ բանը սկսում ենք։ Այնպես որ դա ուղղակի ասի նրա համար, որ հանկարծ մեկը կարող է տեսնի, մեկը ուրիշ թիմից է, մեկը ուրիշ թիմից է, բասի իրար կողքի ինչ եք անում։ Իրար կողքի ուղղակի քննարկում ենք ինչ-որ ընդհանուր խնդիրների հետ կապված հարցեր, առաջիկայում էլի նման հանդիպումներ կլինի, ուզում որ նման թյուրիմացություն չլինի։ Իդեպ ասեմ ձեզ, որ մի բան էլ համոռանում եմ, ես ձեզ ասեմ, սկզբում ասեմ, սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, բայց դրա անհրաժեշտությունը իսկապես կա, որտեղ YouTube-ը գնալով անընդհատ որոշակի սահմանափակումներ ա մտցնում, որոշակի հարցեր ա դնում, շատ դժվարությամբ ա ստացվում, որ նյութերը ավելի մեծ ֆորմատով մարդիկ դա նկատեն։ Իսկ այդ լայքելը, տարածելը, զանգակ կոճակը սեղմելը օգնում է այդ ակտիվությանը, որտեղ YouTube-ն էլ ունի իր ալգորիթմը, նա նայում ասում է, այսքան հազար մարդ նայեց, բայց ընդամենը այսքանը արձագանքեց։ Կարող է դա իրական մարդիկ չեն, ինչ որ բոտեր են միացնում եւ դրանք են նայում։ Ոնց կարող է պատահի իրական, դե YouTube-ն էլ համակարգիչ է դրած, մտածում է, ոնց կարող է պատահի, համակարգիչ է, չէ, բայց մարդու ձևով լոգիկա ունի, չէ, մտածում է։ Ասում է, ոնց կարող է պատահի Անտինյանի նյութերը նայեն տասնյակ հազարավոր մարդ, բայց շատ քիչ արձագանք են։ Կարող է դա իրական մարդիկ չեն։ Դե մենակ համակարգիչը չի զարմանում։ Կարող է դուք հավանում եք, բայց ձեզ թվում է դե լավ, այդքան էական չի, որ դուք վերաբերմունք արտահայտեք։ Դա նույնն է, ոնց որ ասեք, դե ընտրությունների ժամանակ մենք ձեզ վստահում ենք, էլ ինչ գնանք նեղություն քաշենք, հասնենք ընտրատեղամաս։ Ուրախ եմ, որ վստահում եք, բայց եթե չգնաք ընտրատեղամաս, ուրիշը կընտրվի։ Այս դա հետագայի հարց է, ուզում եմ ասեմ, սա կոնկրետ աշխատանք է, որի հետ կապված դա YouTube-ը եթե տեսնում է այդ հետաքրքրությունը պակաս է, ինքը ուղղակի նյութերը չի տարածում։ Իսկ այս հարթակում այդքան չարչարում են, որ ավելի լայն լսարան այդ ամեն ինչը իմանա ու հասկանա։ Իդեպ խոսքը նաև վերաբերում է նրան, որ ցանկացած դեպքում մենք ցանկանում ենք այդ ամեն ինչը իրար հետ միասին լուսաշխար հանենք, ներկայացնենք, ով դրանից կօգտվի։ Միայն կօգտվի մեր հասարակությունը, իշխանությունը կօգտվի մեր վերլուծություններից, ընդդիմությունը կօգտվի, թե որևէ մի ուրիշը կօգտվի, թե վաղը մյուս օրը մենք այդ ամեն ինչը կօգտագործենք քաղաքական հայտ ներկայացնելու հարցում։ Կարևորը այստեղ հարցը նա չի, չենք հաղթե, որ տեսնենք դափնեպսակը ում գլխին ենք դնում։ Ամենակարևորը, որ մենք իմանանք նորմալ ձևով կարողանանք հանրությանը ներկայացնենք իրականում մեզ հետ ինչա կատարվում։ Եթե ժամանակ մնա, էլի կանադառնամ մեր հետ կապված խնդիրներին, ինչա տեղի ունենում։ Բայց մի բան էր, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ինչ է ասում։ Վրաստանի կառավարությունը ցանկանում է շարունակել իր ճանապարհը դեպի Եվրամիություն, լիիրավ անդամակցություն, բայց միայն այն պայմանով, որ Բրյուսելը կգործի արդար եւ այդ հարցը չի օգտագործի որպես շանտաժի գործիք։ Սա առաջի դեպքը չի, որ հիմա անդրադառնում են Վրաստանից, որ ասում են, տեսեք, Բրյուսելը ճնշում է, էսա այնա։ Տեխնազուի կարգավիճակ ստանալու համար պահանջվեց 1.5 տարի, մենք ստիպված էինք պայքարել դրա համար։ Բացի այդ, տեխնազուների կարգավիճակն օգտագործվեց շանտաժի համար։ Հետագայում նրանք սկսեցին մեզ շանտաժի ենթարկել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցով, ինչը լավ չէ, քանի որ ի վերջո դա անկարգություններ առաջացրեց Վրաստանում։ Իհարկե, մենք դեռևս ունենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու նպատակ, բայց մենք ցանկանում ենք շարունակել գնալ այդ ճանապարհով միայն կանոններին եւ արդարության սկզբունքներին համապատասխան, ասել է Կոբախիձեն։ Ես ուզում եմ նաեւ այս հարցին ուշադրություն դարձնենք, որ Հայաստանի հայտարարությունները, որ մենք Եվրոպա ենք գնում շատ լուրջ քայլերով, էլի բախվելու ենք այսպիսի հեքիաթի, ոնց որ Վրաստանի իշխանություններն են անում։ Եվ ինչպես տեսնում եք, ասում եկանք հասանք տեխնազուի կարգավիճակ ստացանք եւ բավական խստացեցին, կոշտացեցին, որտեղ ասեն Ռուսաստանի հետ խաղեր տալով դուք Եվրամիության անդամ դառնալ չեք կարող։ Այսինքն սա մեր իշխանություններին էլ է վերաբերվում, որ նաև չփորձեն ասել վիզաների ազատականացումը, տեսեք ինչ հաջողություն է, վիզաների ազատականացման հարցը Վրաստանը լուծել էր, բայց ինքը բախվեց այնպիսի քաղաքական խնդիրների, որ բոլոր ծրագրերը Վրաստանի հետ դադարեցնում են անդամակցության ծրագիրը, նույնպես ներդրումային ծրագրերը, նույնպես գրանտային ծրագրերը, բոլորը անխտիր եւ ասում են դու ճանապարհ չունես այդ ուղղությամբ գնալու։ Այս սա է իրականությունը։ Հանկարծ մենք մեր
ռուսային դարպասնա, այդ նույն սխալը մենք չանենք, ժողովրդին խաբենք, ասենք, ընտրեք, մենք անելու ենք, բայց ընտրելուց հետո դուք չանեք։ Վրաստանն էլ անցյալ տարի ընտրության ժամանակ իշխանությունն ասում էր, ընդդիմությանը մի ընտրեք, մենք ենք դա անելու եւ չարեցին, տեսանք։ Իսկ որպեսզի մենք հասկանանք, թե ինչի Վրաստանին չեն հավատում, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շայգու Ռուսաստանի կառավարությանը գոհացնում է վրացական երազանքի կառավարության գործունեությունը, այսինքն իշխող կառավարության։ Վրացական կառավարությունը կարողացավ դիմակայել ընտրությունների ժամանակ երկրում իրավիճակի ապակայունացման ուղղված ապակառուցողական գործողություններին։ Իհարկե կառավարության կայունությունը գովելի է, նրանք իսկապես պաշտպանեցին Վրաստանի եւ վրաց ժողովրդի շահերը, ասել է Շոյգուն։ Բայց եթե Շոյգուն գոհա ձեզանից, Եվրամիությունը ո՞նց պետք է գոհ լինի։ Հարգելի Վրաստանի իշխանությունն է, դուք էս աշխարհից չեք։ Դուք նայեք, էլի ինչից եք խոսում։ Բայց դրա համար ձեզ չեն հավատում։ Եվ իդեպ, ասենք, խնդիր կա նաև Եվրամիության անդամակցության հետ կապված, Հունգարիայի վարչապետը իհարկե գնացել էր իր հարցերն էր լուծում Տրամպի հետ, բայց մինչև այդ հարցը, մինչև Տրամպի հետ հարցը լուծելը Հունգարիայի արտաքին գործերի եւ առևտրի նախարար Պետեր Սիարտոն ինչ էր ասում։ Հունգարիայի կառավարությունը բազմիցս զգուշացել է, որ թույլ չի տա Ուկրաինայի շտապողական անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ դա կքայքայի եվրոպական տնտեսությունը եւ կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղղակի զինված հակամարտության, որովհետև Ուկրաինային ասել էին Եվրամիությունից, որ մինչև 2030 թվականը նա լավ ամեն ինչ անում է եւ կդառնա Եվրամիության անդամ։ Դա այն ժամանակ կլիկ անդառնանք, բայց հարցը սա է։ Ռուսաստանի արտգործնախարարը կանգնեց ասեց, մենք դեմ չենք, որ Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ, մենք ՆԱՏՕ-ին ենք դեմ։ Եվ պարզում է Հունգարիան մտածում է, որ եթե Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ, դա Ռուսաստանի հետ կհանգեցնի զինված հակամարտության։ Այսինքն դու Ռուսաստանից լավ ես պատկերացնում, թե դա զինված հակամարտության կհանգեցնի, թե չէ Եվրամիության անդամակցություն, երբ որ Եվրամիության կառույցները գտնում են, որ Ուկրաինան դրան պատրաստ է։ Իսկ դուք չեք մտածել լավ զինվող Ուկրաինան, լավ չեք մտածել անվտանգային լուրջ համակարգեր լուծող։ Եթե նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ չի, մենք տեսնում ենք, թե ինչպիսի կոալիցիա է կազմվել Ուկրաինայի թիկունքին կանգնած։ ՆԱՏՕ-ից ավելի դուրս, Եվրամիությունից ավելի դուրս, միտեղից Կանադա, միտեղից Ավստրալիա, միտեղից Ավստրիա, միտեղից Ճապոնիա չեք տեսել։ Բայց երկիրը, որ գոնե Եվրամիության անդամ լիներ, Եվրամիության համակեցության կանոններով լներ, ավելի զուսպ կգործեր։ Փոխանակ այդ մտածեք, համարում եք, որ դա Ռուսաստանի դեմ հակամարտություն է, ավելի անկայուն վիճակ չի լինի, որ Ուկրաինան Եվրամիության անդամ չլինի ու ամենամարտունակ բանակն ունենա, ամենազինված բանակն ունենա Ռուսաստանի սահմանին։ Լավ մի հատ մտածեք, էլի, նոր խոսացեք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյա յութուբյան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։